Վերջին լարվածությունների ընթացքում մենք չենք կարողանում մասին մնալ եւ կարեւորելով մեր ներգրավվածությունը, քանի որ արդեն ժողովրդի վստահությունն ունենք, մասնակիցը եղանք նաեւ այս ակցիային եւ կազմակերպեցինք այս ամեն ինչը, որը որ տեսակ ամսի հենց 3-ից նախաձեռնվեց եւ առաջին անհրաժեշտության այն ամեն ինչը որ թիկունքից կարելի էր հասցնել առաջնագից մենք որոշեցինք, որ վերցնենք։ Առաջին անգամը մենք գնացինք դեպի Արցախ ամսի 5-ին, երկրորդը արդեն կարծես թե ամսի 8-ին, հա, եւ ամեն ինչը կարեւոր էր այնքանով, որ ուղղակի մենք չտարանք ու պահեստավորենք, այլ տարանք եւ հասցրեցինք անմիջապես զինվորին, քանի որ կար նաեւ մտավախություններ, որ այն ինչը տարվում է Ստեփանակերտի պահեստներում չի հասնում զինվորին։ Նախ մեզ պետք էր հետեւողական լինել արդյոք այդպիսի բան կա թե ոչ, եւ երկրորդը տեսնենք արդյոք զինվորը այդ խոսացված, սոված զինվորն է թե ոչ։ Իհարկե մեր մոտ մի քիչ էս տարակարծություն առաջացավ, երբ որ հասանք այնտեղ եւ վերադարձանք, ես իմ ամնիցա ասեմ առաջինը ես գնացի, մի քիչ շատ էր չափազանցված, բայց կար ճշմարտամոտ եւ մի քիչ էլ մենք պետք է սովորենք մոտենալ, այո, պատերազմական վիճակում նաեւ կարող է լինել նմանատիպ դեպքեր։ Եթե բոլոր այն ապրանքները, որոնք որ համացանցում պտտվում են, հասած լինեին զինվորին անմիջապես, շատ ու շատ բաների կարիքը արդեն պիտի լրացված լիներ։ Օրինակ, եղել էին այնտեղ Grand Tobacco-ն, հա, ուղարկել էր բավականաչափ մեծ սիգարետ, բայց կա դրա կարիքը, դեռ կա, շարունակում է մնալ, այս անգամ էլ ենք հավաքելու։ Բոլորս էլ գիտենք, հա, այդ արագ արձագանքման շտաբում այսօր ովքեր են նստած, դեռ անհասկանալի պատճառով ու ապագայում ես գոնե անպայման փորձելու եմ ստանալ այդ հարցի պատասխան, ինչի են իրենք այնտեղ։ Ովքեր են ասել։ Նույն Լիսկան օրինակ, այնտեղ շտաբի պետ է, մինչդեռ Արցախում բավականաչափ խելացի գրագետ կրթված մարդիկ կան, ովքեր նաև պատերազմի թեժ կետերում են եղել, ու շատ ավելի արդյունավետ համոզված եմ, իմ անձնական կարծիքն ու ներքին համոզմունքն է, որ այդ շտաբը շատ ավելի արդյունավետ կկառավարեին, քան Լիսկան, որը անգամ Սյունիքի մարզը չի կարողանում արդյունավետ կառավարել։ Եթե մենք պատերազմական երկիր ենք, մենք պիտի սովորենք պահեստներ ունենալու։ Դրանք երկարաժամկետ ապրանքների մասին է խոսքը։ Իսկ կարճաժամկետ ապրանքները, որը որ հիմնականում շատ արագ կերպով հավաքվեցին, սրանք պարտադիր էր, որ պետք է հասներ զինվորին, այսինքն առաջնահերթ խնդիրների լուծման համար։ Սակայն մինչև հասնում ենք Ստեփանակերտի այդ մի բանից պահեստից տեղափոխում էր մեկ այլ պահեստից նոր տարանջատվում, տեսակավորում տարվում էր մեկ չաստ, այնտեղից արդեն պոստեր, բավականին կարելի ասել 5-6 օր անցնում էր եւ այն իրական պատկերը, որը որ ստացել էին, որ զինվորներին սնունդ չի հասնում, հենց սրա պատճառով էր։ Ոչ թե չէր հասնում, որովհետեւ ինչ որ բաներ էր այստեղ լինում, այ զուտ այդ ձևական ինչ-որ բաների հետևանք էր, հա, այս ամեն ինչը։ Այսօր արդեն քանի որ տևական բավական ժամանակ կարելի ասել դադար է, հա, հրադադար է, այսօր արդեն մենք կարող ենք տեսակավորել եւ ըստ անհրաժեշտության տանել։ Այսինքն այսօր մենք չենք տանում այլևս այն նույն քաղցրավենիքը, որը որ այն ժամանակ կարիքը կար, այսօր կարիքը չկա։ Կամ տարվելու է մեր կողմից նախ հիմնականում հավաքագրված գումարով պետք է գնենք առաջին անհրաժեշտության բոլոր պարագաները, որը որ մենք ի վիճակի ենք տանելու, դրանք են բահեր, անձրևանոցները, հետո լուսամփոփներ, չէ, բատարեյկաներ, ինչ որ է։ Մի խոսքով, այսպիսի բաներ եւ միևնույն ժամանակ այն ներքնաշարերը, որոնց կարիքը իսկապես կա։ Այսինքն խիստ անհրաժեշտ եւ շատ, որոնց կարիքը մշտական կա, միևնույն ժամանակ ծխախոտի։